Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան, հիմա սա գիտելիքի փոխանցման մասին է, թե գիտելիքի բովանդակության այս չափորոշիչը, թե երկուսն էլ։ Ըստ էության երկուսն էլ, որովհետև պարոն Գրիգորյան չափորոշիչը սահմանում է թե ուսումնական բնագավառները եւ վերջին արդյունքները, որոնք շատ կոնկրետ բովանդակային պահանջներ են, բայց նաև նկարագրում է այդ բովանդակության կազմակերպման ընթացակարգը։ Այսինքն դա նշանակում է, որ մենք դասագրքերի փոփոխություն պիտի անենք։ Ես պետք է հիշեցնեմ, որ մենք արդեն 2023-ից սկսած նոր դասագրքերի ստեղծման եւ նաեւ մրցութային ձևով մրցակցային դաշտ ձևավորելով դրանց հրատարակության գործընթաց ենք իրականացնում, պետք է ասեմ, որ մեծ ծավալի դասագրքաստեղծ աշխատանք է արվել եւ ընդ որում նաեւ մրցակցային process-ները հնարավորություն են տվել նվազեցնել գինը եւ նոր խաղացողներ են հայտնվել դաշտում եւ մենք նախատեսում ենք նաև այդ դասագրքերը վերանայել, որտեղ ըստ էության դասագրքերը առաջին անգամ մտան դպրոց, փորձարկվեցին ուսուցիչների կողմից դասարաններում, այս ընթացքում մենք բնականաբար հավաքագրել ենք կարծիքները եւ հաջորդ տարի նախատեսում է վերահրատարակություն, կլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք, հաշվի առնելով այն խնդիրները, որ նկատել ենք, իսկ մյուս դասագրքերը, որոնք ավելի փոքր լրամշակումների կարիք են զգացել, դրանք ուղղակի կվերահրատարակվեն։ Իսկ մենք սա նշանակում է նաև, որ մենք մեր ատեստացիայի տեստերը պիտի խմբագրենք ըստ չափորոշիչի, թե տենց խնդիր չկա ուսուցիչների։ Բնականաբար ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը կազմակերպվում է առարկայական ծրագրերի հիման վրա։ Պարոն Գրիգորյան, սա հանրակրթության պետական չափորոշիչն է, սրանից հետո առարկայական ծրագրերն ու չափորոշիչներն են, որոնք նույնպես վերանայվում են։ Դրանք պետք է հաստատվեն նախարարի հրամաններով եւ բնականաբար ամբողջ բովանդակությունը այնուհետև անհրաժեշտ լրամշակումներ կարվեն, ելնելով նրանից, որ առարկայական ծրագրերն ու չափորոշիչները նույնպես որոշակի լրամշակումներ են անցնում, պետք է ուղղակի եւս մեկ անգամ կրկնեմ, որ խոսքը վերաբերում է չափորոշիչի ներդրման գործընթացում նկատված խնդիրների եւ դրա հիման վրա արվող լավարկումների մասին, ոչ թե կոնցեպտուալ փոփոխությունների, եւ մենք մեր դպրոցի կարևորագույն խնդիրը ուզում ենք տեղ հասցնել, որը բեռնաթափման խնդիրն է։ Մեր դպրոցը ավանդաբար հիմնված է եղել անգիրի վրա, երբ որ բավականին մեծ ծավալի տեղեկատվություն մեխանիկորեն հիշելու գործընթաց էր իրականացվում։ Սա ոչ գիտելիքի փոխանցում է, ոչ գիտելիքի յուրացում է, ոչ էլ առավել եւս հմտության ձևավորում է։ Եվ մենք հիմա շեշտը դնելով գիտելիքը փոխանցելով հմտությունների ձևավորման վրա, պնդում ենք, որ կարևոր է առանձնացնել հիմնական թեմաները, դրանց շրջանակում ձևավորել գիտելիքն ու հմտությունները եւ ստեղծել հնարավորություն, որպեսզի մարդը ամբողջ կյանքի ընթացքում սովորի եւ կարողանա նոր գիտելիք կլանել, նոր հմտություն յուրացնել, որը անդադար process է։ Այսինքն այդ իմաստով դպրոցի խնդիրը շատ կոնկրետ է, սա իհարկե կոնցեպտուալ փոփոխություն է, մի օրում տեղի չի ունենում, բայց ես ուրախ եմ, որ մեր դպրոցները էական արդեն առաջընթաց ունեն եւ պարոն Գրիգորյան, ձեր թույլտվությամբ կուզեմ նաեւ թվային մի ցուցանիշ բերել, որովհետեւ երբ որ մենք խոսում ենք հանրակրթության չափորոշիչի մասին, պետք է հասկանանք, որ այդ բովանդակային փոփոխությունը նաեւ ֆինանսական էական ներդրում է պետության կողմից։ Եվ նոր չափորոշիչի ներդրման գործընթացը ուղեկցվել է հանրակրթության ֆինանսավորման ծավալների էական աճով։ Մենք 2025 թվականին դպրոցների պահպանման ծախսերին, որով որ այս չափորոշիչի բովանդակությունը ֆինանսավորվում է, հատկացրել ենք ավելի քան 128.8 միլիարդ դրամ։ Այս տարի ավելին է 2026-ին եւ սա 56.9%-ով ավել է, քան 2018 թվականին։ Եվ սա արտացոլում է չափորոշիչի հիմնական փոփոխությունները, որտեղ մենք երբ որ խոսում ենք այն մասին, որ ավագ դասարաններում օրինակ երեխաները կարող են նպատակային առարկա ընտրել եւ դա սովորել հետագայում օրինակ բուհի քննությանը պատրաստվելու մասնագիտական կողմնորոշման հմտություններ ունենալու, սա
պահանջում է ներդրում, որտեղ սա նշանակում է, որ 20 երեխայից 3-ը կարող են որոշել ֆիզիկան ավելի խորացված ուսումնասիրել եւ նրանց համար այդ ֆիզիկայի դասավանդման գործընթացը պիտի կազմակերպվի։ Իսկ սա նշանակում է առանձին ժամանակ, առանձին ֆինանսավորում, որոշ դեպքերում գուցե նույնիսկ առանձին ուսուցիչ եւ պետությունը իր վրա վերցրել է ավելի բովանդակային, ավելի նպատակային ուսումնական գործընթացի կազմակերպման ծախսերը, բացի դրանից նվազեցրել է ուսուցիչների շաբաթական ծանրաբեռնվածությունը, որպեսզի դասերը դառնան ավելի որակյալ։ Եթե ուսուցիչը չի հասցնում նորմալ պատրաստվել դասին, այնուհետև ամփոփել ու վերլուծել դասը, նշանակում է դասը դառնում է ուղղակի մեկից մյուսին վազելու մեխանիկական գործընթաց եւ սա այն է, ինչ մենք ունեինք, որտեղ ուսուցչի շաբաթական ծանրաբեռնվածությունը 22 ժամ էր, բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ դա ավելին է, քան մեկ շաբաթվա ընթացքում արդյունավետ կարող է մարդը պարապել, եւ մենք նվազեցրել ենք տարրական դասարաններում 18 դասաժամ, միջին եւ ավագ դասարաններում 20 դասաժամ ծանրաբեռնվածության, որը նույնպես ունեցել է ֆինանսական իր հետևանքները ներդրումների ծավալների մեծացման մասով եւ այսպիսի փոփոխությունները բազմաթիվ են, որտեղ մենք պարտադիր ենք դարձրել նախագծային ուսուցումը, որը նույնպես ֆինանսավորվում է, խմբակները, որոնք նույնպես ֆինանսավորվում են եւ ասածս այն է, որ նոր չափորոշիչը այդ իմաստով էական եւ առանցքային փոփոխություններ է բերել դպրոցներ եւ հույս ունեմ, որ այս ուրեմն նախագիծն էլ կօգնի այդ գործընթացը դարձնել ավելի արդյունավետ։